Քանի որ հաստատությունները գտնվում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո, իսկ դատապարտյալը գտնվում է Աբովյան քրեակատարողական հիմնարկում եւ այստեղ դժվարանում է տեսակցությունները մոր եւ երեխայի միջեւ, կազմակերպվում են համապատասխան տեսակցություններ այդ երկու գերատեսչությունների համատեղ ջանքերով։ Ինչ են իրականացնում, տրամադրում են տրանսպորտային միջոց եւ հատուկ այդ հաստատություններում, մանկատներում գտնվող երեխաներին կոնկրետ բերում են մայրերի հետ տեսակցությունների։ Իհարկե, օրենսդրությունը պարտադիր նախատեսում է, որ պետք է լինի հոգեբանի եւ սոցիալական աշխատողի աշխատանք, որպեսզի երեխաները նախապատրաստվեն, որովհետեւ տարբեր տարիքի երեխաներ ունենք, օրինակ վերջի տեսակցություններից մեկի ժամանակ սեպտեմբերին, որ տեղի էր ունեցել, երեխաներ կային 12-13 տարեկան էին եւ իրանց այո պետք է նախապատրաստել, թե ուր են գնում, ինչ պայմաններում է, բայց այն, որ նման տեսակցությունները շատ դրական են ազդում թե կանանց, թե նրանց երեխաների վրա, դա միանշանակ է։